Դիվանագիտական կարևոր պաշտպանիչ պատնեշը դարձել է ադրբեջանական լոբբիի թիրախը։ Պետական ու լոբբիստական ռեսուրսը, երրորդ երկրների հետ դիվանագիտական կապերը Բաքուն ներդրել է, որպեսզի վերացնի Միացյալ Նահանգների կոնգրեսի դեռևս 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը։ Իսկ ինչ սահմանափակում է դնում այս բանաձևը Բաքվի վրա։ Աջակցության սահմանափակում Ադրբեջանի նկատմամբ։ Միացյալ Նահանգների այս կամ որևէ այլ օրենքի շրջանակում տրամադրած օգնությունը չի կարող տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը, մինչև Միացյալ Նահանգների նախագահը չորոշի եւ այդ մասին չզեկուցի կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է իրական քայլեր դադարեցնելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումները եւ ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունները։ Այս բանաձևը Միացյալ Նահանգներում հայկական լոբբինգի ձեռքբերումն է, որը հաջողվել է ստանալ երկար աշխատանքի գնով։ Այն էլ այն փուլում, երբ Ադրբեջանն անթաքույց ցուցադրում էր իր նկատումները Արցախի նկատմամբ, իսկ այս բանաձևը պետք է դառնար Բաքվին զսպող գործիքը։ Սակայն 9-11-ի հայտնի տերորիստական գործողությունից հետո Միացյալ Նահանգները փոխեց քաղաքականությունը։ ԱՄՆ-ի վարչակազմերը, տարբեր վարչակազմեր սկսեցին օգտագործել այսպես կոչված waiver-ը, դա իրավական մեխանիզմ է, որը թույլ է տալիս իշխող վարչակազմին խուսափել այդ բանաձևի այդ կետի կիրառումից։ Մեկ անգամ միայն այդ waiver-ը կիրառության մեջ չի դրվել, դա նախագահ Բայդենի վերջին տարիներ եւ կապված էր Լեռնային Ղարաբաղի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, Ադրբեջանի փորձերը վերջնական հայաթափել Արցախը։ Այս բանաձևի վրա հերթական հարձակումն Ադրբեջանը կազմակերպել էր 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բայց հիմա Բաքվի լոբբին այլ մեթոդ է ընտրել։ Գործածում է խաղաղությունը, թրիփը։ Նախկին արտգործնախարարի խոսքով այս բանաձևի վերացումը Բաքվի համար առաջնահերթություն է։ Միայն հունվար ամսին մոտ երկու պատվիրակություն է այցելել Ամերիկայից Ադրբեջան, մեկը կոնգրեսականների մակարդակով, մյուսը կոնգրեսականների, այսպես ասած, ստաֆերների մակարդակով, այսինքն մարդիկ, որոնք ապահովում են կոնգրեսականներին անհրաժեշտ նյութերով եւ այլն, եւ այդ բոլոր հանդիպումների ընթացքում այս հարցը բարձրացվել է։ Ադրբեջանական լոբբիին զսպողը Միացյալ Նահանգների հայ համայնքն է, մասնավորապես Հայ դատի հանձնախումբը։ Այս կառույցը գործի է դրել կոնգրեսում իր բոլոր կապերը, ներկայացնելու Ադրբեջանի իրական երեսն ու հնարավոր ռիսկերը։ Կաշկանդումը ամերիկյան օժանդակության դեպի Ադրբեջան, հատկապես ռազմական օժանդակությունը մնա, որքան որ արդարություն չի դիրել Արցախի ցեղասպանական դեղահանման հարցի գծով, որքան որ մեր ռազմակերիները կշարունակեն Ադրբեջանի կառավարության փանդերուն մեջ մնալ, որքան որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ սահմաններու անվտանգությունը սպառնալիքի դակ է Ադրբեջանի կառավարության կողմից։ Բաքուն քարոզչական հարձակման համար այս ժամանակահատվածը պատահական չի ընտրել։ Թշնամու քայլերը հաշվարկված են։ Ադրբեջանցիները հաշվարկել են, որ իրենց համար ստեղծվել է մի ունիկալ ժամանակահատված, երբ որ ԱՄՆ օրենսդիրում հանրապետականները ունեն որոշակի առավելություններ, նրանք շատ լավ գիտեն, որ մինչև այս տարվա աշուն այդ առավելությունը պահպանվելու է, աշնան նախատեսում են ընտրություններ, որոնք ըստ ամենայնի կխախտեն այդ բալանս, ուժերի բալանսը հանրապետականների եւ ժողովրդավարների միջև։ Վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանը չի հրաժարվել ուժի քաղաքականությունից։ Բռնի հայաթափել է Արցախը, մեր հայրենակիցներին ապօրինաբար պահում է Բաքվի բանտերում եւ խախտում միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Իսկ այս ամենը կողքի դնելով, ինչ պատկեր ենք ստանում։ Ինչ ռիսկերի տակ կհայտնվի Հայաստանը, եթե չկարողանա պահել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ռազմավարական շահերը սպասարկող հիմնական քաղաքական ակտիվը։ Գանանչ լույսը գուտա Ադրբեջանի կառավարության, որ շարունակեն իրենց հարձակումները, շարունակեն իրենց Հայաստանի բերության աշխատանքները եւ աստանշանն է, որ պետք է վստահեցնենք, որ կանխենք ամերիկյան կառավարության կողմէ։ Ադոր համար է, որ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը շարունակի այս տեսակի բանաձևերը ներկայացնել կոնգրեսի մեջ։ Ադրբեջանն այս բանաձևը վերացնելով ուզում է փակել Արցախի էջը, ընդ որում երկաթը տակ է ծեծում, օգտվելով Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված փաստաթղթի առկայությունից։ Իսկ ինչ է անում պաշտոնական Երևանը։
լռում է։ Սփյուռքն ու փորձագիտական դաշտն ահազանգ է հնչեցնում։ Մենակ են մնացել լոբիստական ու դիվանագիտական ճակատում, եւ հնարավոր է, որ անվտանգային ոլորտում գրանցենք հերթական նահանջը։ Գարի Մութաֆյան, Մեհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am